Հայաստանում խոսքի ազատությունը օրենքով երաշխավորված է, բայց իրականում հաճախ ոչ թե խոսքի բովանդակությունն է էական, այլ այդ խոսքի հեղինակի կարգավիճակը։ Քաղաքացին սոցցանցում գրառում է անում եւ հայտնվում է քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Պաշտոնյան նույն կամ ավելի կոշտ բառապաշարով խոսում է քաղաքացիների հետ, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Ով ինձ գրել է ու իմ ընկերներին, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի։ Համարդ գրի հլը այրասի։ 2026 թվականին արձանագրված մի շարք դեպքեր փաստում են նույն օրինաչափությունը։ Նույնիսկ սոցիալական ցանցում կամ անձնական հաղորդագրությամբ արտահայտված կարծիքը կարող է վերածվել քրեական գործի հիմքի։ Օրինակ, մի կին կալանավորվել է վարչապետի վերաբերյալ մեկնաբանության համար, մեղադրվելով խուլիգանության եւ բռնության կոչերի համար։ Մյուս դեպքում քաղաքացուն ուշ գիշերին ձերբակալել են իր 5 երեխաների աչքի առաջ։ Կա նաև դեպք, երբ Facebook-ում քննադատական գրառումն է դարձել քրեական վարույթի պատճառ։ Դուրը ծեծեցին մտան, թե բա Տիկին Գայանեն դուք եք, ասում հա, մտան մի փոքր բարևեցին ու թե պետք է գնանք բաժին։ Այս Facebook քոննա ասում հա, այս դու ես գրել հա, սրա համար են քեզ բռնել։ Ինչ գրառում էր Տիկին Գայանեն։ Փաշինյանի վերաբերյալ գրառում էր։ Մեկ այլ նոր միջադեպ է վերջերս գրանցվել։ Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի եւ մյուս քննիչների վերաբերյալ Facebook-յան գրառմամբ ենթադրյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու հոդվածով մեղադրյալի աթոռին է հայտնվել Գյումրին առանց տնակների հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը։ Իրավապաշտպանները նշում են Հայաստանում վիրավորանքը եւ զրպարտությունը քրեական հանցագործություն չեն, բայց գործնականում հաճախ կիրառվում են այլ հոդվածներ՝ խուլիգանություն, ատելության խոսք, սպառնալիք։ Արդարադատությունն էլ դարձել է ընտրովի։ Կգեն ասում մենք պարտավոր չենք։ Ոստիկանությունը պարտավոր է, երբ որ ընդդիմադիր գործիչների հետ կապված է, չէ՞ հարց է առաջանում։ Մենք բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք, երբ որ ոստիկանության աշխատողների հաղորդման հիման վրա, օպերատիվ աշխատանքի հիման վրա, Facebook-յան, չգիտեմ, սոցցանցերի ուսումնասիրության հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Իսկ այստեղ կգեն բարձր չէ, որ մենք գործ ունենք տարբերակված խտրական արդարադատության հետ։ Միևնույն ժամանակ հանրային դաշտում պարբերաբար հնչում են պաշտոնյաների վիրավորական ու նվաստացնող արտահայտությունները քաղաքացիների հասցեին։ Սակայն նման դեպքերում չեն նախաձեռնվում իրավական գործընթացներ։ ՔԿ-ից ասում են, մի դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացվում է, մյուս դեպքում չի ներկայացվում։ Ամենացայտուն օրինակը Գյումրիի ավականու անդամ Սարիկ Մինասյանի հայհոյախառն գրառումն ու ձայնային հաղորդագրություններն են ուղղված գյումրեցիներին։ Գյումրեցիներն այսպես են արձագանքել Սարիկ Մինասյանի հայհոյանքներին։ Դարձել են, չգիտեմ, ասեմ թե չասեմ, կիսափողոցային, այդպես։ Ինչ հայհոյանքներով, ժարգոնով, հաջելի չէ, մեր ազգին հարիր չէ։ Անկիզագից մարդ են չի գահայոյ է։ Կեց ուզեմ մի երա, մի հայոյ է։ Ինչի գահայոյ է։ Պաշտոնյան հայոյ է դիգել ինչ պաշտոնյա, ենքան ուր հայոյ է։ Ենակ կպաղագան, Նիկոլագաններ պես պաներ կենեն, ոչ մի հատեկվատ գրագետ մարդ պես պաներ չի են է։ Այս պայմաններում ժողովուրդը սա հավասար են տարե, պաշտոնյա թե անպաշտոնյա։ Մեկը մեկին հայոյելով մանկու կան ազատ աշխարհով, ինչ կնասես ես։ Ինչ մի բան։ Ճիշտ չեն են է, դիտան դաստիարակության նշան։ Ինչի համար հայոյ է։ Այդ հայհոյողը ամենաթույլ մարդն է։ Սարիկ Մինասյանին ես փոքրուց կճանաչում։ Շատ լավ տարիքի երբա է։ Հիմա ինչ կուսակցության մեջ է, ինչ չէ, ես չգիտեմ։ Բայց որ իրանք ճանաչեն որպես լավ ընտանիքի տղա, որպես լավ մարդ, որպես լավ ծնողների զավակ, ես գիտեմ։ Անարմար է, մենք հայ ենք, ղեկավարների չի կարելի։ Վերջը ղեկավար է։ Հայոյեք, ինչ անպատկած խոսքերը տեսեք, չէ՞ որ ժողովուրդը նայեկը չի կարելի։ Բայց հարցը մնում է բաց. ով պիտի պաշտպանի այն քաղաքացուն, որին հայհոյել է պաշտոնյան։ Եթե քաղաքացին չի տիրապետում օրենքին, որ կառույցն է պարտավոր ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացան հնարավորինս արագ պատասխանել մեր հարցերին։
Իսկ որ խոսքն է համարվում ատելության խոսք, երբ քաղաքացին վիրավորում է պաշտոնյային, սա խոսքի ազատություն է, թե խուլիգանություն, իսկ երբ հակառակն է լինում, ինչ է լինում, երբ վիրավորանքից անցնում են հայհոյանքներին։ Ցանկացած դեպքում, եթե դա հայհոյախոսություն է, այլ ոչ վիրավորանք, հայհոյախոսությունը այո կարող է քրեական պատասխանատվության առարկա դառնալ, եւ այստեղ օրենքի առջեւ պետք է բոլորը հավասար լինեն, անկախ նրանից դա պաշտոնյա է, թե ընդդիմադիր գործիչ է, օրենքի առջեւ պետք է այդ հավասարությունը, այսինքն օրենքի գերակայությունը պահպանվի եւ այն դեպքերում, երբ այդ գերակայությունը չի պահպանվում, դա անշուշտ նույնպես օրենքի խախտում է։ Իրավապաշտպանների գնահատմամբ, երբ նույն խոսքը մեկի համար դառնում է քրեական գործ, իսկ մյուսի համար ընդհանրապես կարծիք, ձևավորվում է ընտրովի արդարադատության վտանգավոր միջավայր։ Այդ պայմաններում հասարակությունը սկսում է արդարություն որոնել սեփական միջոցներով, իսկ դա արդեն հանգեցնում է լարվածության եւ հանցագործությունների աճի։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։